2024 թվականի հուլիսից ապահովագրական փաթեթը կգործարկվի այն շահառուների համար, ովքեր այսօր պետական պատվերի շահառու են հանդիսանում։ 2024-ի հուլիսն էլ անցավ, օգոստոսն էլ, ամբողջ տարին էլ, հետո նաև 2025-ը, այդպես էլ Հայաստանի եւ ոչ մի քաղաքացու համար առողջապահական համընդհանուր ապահովագրությունը ուժի մեջ չմտավ։ 2026 թվականն է, միայն 2 շաբաթ է, ինչ ունենք առողջապահական համընդհանուր ապահովագրություն։ Նախապես սահմանված ժամանակահատվածում, այսինքն դեռ 2024-ից փուլ առ փուլ առողջության համընդհանուր ապահովագրությունը գործադիրը կյանքի չկոչեց, որովհետև ըստ վարչապետի քննարկել, հետո էլի էին քննարկել ու հասկացել, որ համակարգը պատրաստ չէ ապահովագրության բեռին, հետո նայել էին իրենց առջև դրած նշաձողին, կրկին քննարկել, այս անգամ էլ եզրահանգել, որ երբեք էլ պատրաստ չեն լինի բարձր դասի մեքենա ստեղծելու համար, գոնե մեկ անգամ Զապորոժեց պետք է ստեղծած լինես, նշում էր կառավարության ղեկավարը։ 1,600,000 հայրենակիցներ։ Խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Սա վերջին տարիներին առավել քան երբևէ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործարկելուն մոտ կանգնած առաջին ուղերձն էր, որ վարչապետը հղեց քաղաքացիներին, հստակեցրեց գրոհը հիվանդության մասին չէ, հիվանդանալն ուրիշ խնդիր է։ Սա միայն գործադիրի ծրագիրը չէ, այլև հասարակության, ուրեմն հանրային ըմբռնման անհրաժեշտություն կա, բարեփոխումը դեռ պետք է իր խնդիրներին հանդիպի։ Տիկին Ավանեսյան, ինչ կա չկա ապահովագրության գործերից առողջության։ Հունվարի 15, 2026 թվական արդեն 2 շաբաթ է համակարգը գործում է։ Այսօրվա ժամը 10-ի դրությամբ մենք ունենք 87,048 ապահովագրական գրանցված դեպք, այց, որից ուրեմն 7,739 ամբուլատոր այցեր են եւ 8,612-ը հիվանդանոցային դեպքեր են։ Իմ մոտ հարց է առաջանում, իսկ ինչի համար են դիմել մնացած 70,697 քաղաքացիները։ Սոցիալական ինչ խնդիր եք դուք լուծում ապահովագրության համար, որ արտահիվանդանոցային եւ հիվանդանոցայինից զատ այսքան մարդ ուր են դիմել։ Այսինքն մենք այստեղ հասկանում ենք, որ արդեն իսկ առաջի 15 օրվա համար մենք անգամ հաշվետվողականության խնդիր ունենք։ Ինչ վերաբերում է հոսքին, ապա նախարար Ավանեսյանի խոսքից հնարավոր է եզրահանգել անակնկալներ չեն եղել, այլ կերպ ասած, սիրելի 1,600,000-ից ավելի քաղաքացիները չեն գրոհել առողջապահական հիմնարկները։ Մենք այս աճի տեմպը ըստ էության մեր ակնկալածի շրջանակներում է, մենք ուրեմն հետևում ենք ամենօրյա ուրեմն թե սպասարկված դեպքերի թվին։ Համակարգի համար հոսքը ակնկալելի է եղել, իսկ օրինակ Արաբկիր առողջության կենտրոնում չեն սպասել, որ տարվա առաջին աշխատանքային օրվանից իսկ այդքան այցելու են ունենալու։ Բոլորին սպասարկել են, տնօրենի խոսքով միայն հեշտն է խնդիրը եղել։ Այսքան տարի որ այն հատվածը, որը չէր ընդգրկվում այդ պատվերի մեջ, այդ մարդիկ միանգամից դիմեցին առողջության առաջնային կենտրոն, ու մենք իրականում չգիտեմ ոնց մարդկանց բացատրենք, որ յուրաքանչյուր բժիշկ կարող է միջինը օրական 15-ից 20 հիվանդ սպասարկել։ Ճիշտ իր ժամանակ, որ 15 րոպե անամնեզները հավաքի, ճիշտ ուղղորդումները կարողանա անի, ճիշտ հետազոտություններ կարողանա անի, բուժումը ճիշտ նշանակի։ Ինչի հետ եք դա կապում։ Որ արդեն ֆինանսական պարտավորվածություն չկա դրված։ Մեծ ծրագիր է, խնդիրները բնական են, վստահ է առողջության կենտրոնի տնօրենը։ Աշխատանքային օրվա ավարտից հետո էլ աշխատել են, հերթերը սպառել, միայն թե բուժայցելուներ կան, մի քանի րոպե ավելի են սպասում, զանգը թեժգից չեն ուշացնում։ Լաբորատոր հետազոտության կարիք կար, ու ծրագիրի հետ կապված ինչ-որ թե ինտերնետներ չէր ստացվում։ Հանդիպեցի, ախտորոշումը նայեցի բժշկի հետ բան, որոշեցինք, ասի առավոտյան որ գա, առավոտյան 10:30-ի մոտ խնդիրները կլուծվի։ Ինքը չէր ապրել, առավոտյան արդեն զանգի բողոքել էր։ Հենց ծրագրերի մասին հունվարի 1-ից առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգը մեր երկրում գործի դրվեց առանց ինտեգրված օպերատորի, որը պետք է կառավարի ապահովագրական տվյալները, սպասարկի ապահովագրվածների թվային հարթակները, վերահսկի խարդախությունների ռիսկերը եւ այսպես շարունակ։ Առողջապահության նախարարությունը ծրագրի մեկնարկից միայն 20 օր առաջ էր օպերատորին գտնելու մրցույթը հայտարարել։ Առանց միասնական օպերատորի համակարգը չի կարող աշխատել, քանի որ այն
տեխնիկական պահանջները, որոնք դրված է առաջադրանքը օպերատորի, դա բազմաբաղադրիչ է եւ ներառում է ապահովագրական գործունեության վերահսկողության, ռեգիստրի վարման, ռիսկերի վերահսկողություն, խարդախությունների վերահսկողություն, փաթեթների, բժշկական փաթեթների, այսպես ասած, կառավարում, սա մի ամբողջ կարելի ասել 80%-ն է ապահովագրական գործունեության, որը չկա։ Պետական առողջապահական գործակալությունը առաջիկայում լուծարվելու է եւ այս համակարգի համար պատասխանատու դարձնելու ստեղծվելիք ապահովագրական հիմնադրամին։ Գործակալությունը նախկինում ղեկավարած Ծաղիկ Վարդանյանը հենց միասնական օպերատորի բացակայությամբ պայմանավորելով է պնդում, ապահովագրությունը մեր երկրում միայն իբրև ձև է մեկնարկել։ Սա այս փուլում դեռևս մեծ պետական պատվեր է, որը փորձվում է վերափոխել, կազմափոխել ապահովագրական։ Մրցույթը, որ օպերատորին գտնելու համար հայտարարել է առողջապահության նախարարությունը, մասնակցության հնարավորություն է ընձեռում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերություններին, պահանջելով սակայն երկրորդի փորձը։ Միջազգային ասպարեզում թրծվածներին են ուզում գործը պատվիրակել, միայն թե պետական առողջապահական գործակալության նախկին պետի համոզմամբ Հայաստանում նման ընկերություն չկա։ Չի կարող Հայաստանում նման օպերատոր լինել եւ շատ ռիսկային է հենց հատկապես նման ընդլայնված ծառայությունների դելեգավորումը օտարերկրյա կազմակերպության։ Առաջինը անձնական տվյալների հետ կապված, երկրորդը մենք ամբողջ, այսպես ասած, առողջապահական խնդիրների բազան վստահում ենք մի կազմակերպության, որ այնուամենայնիվ դեռ չգիտենք ինչ կարող է հետևել, երրորդը մենք կադրային բազա չենք ստեղծում Հայաստանում մեր սեփականը։ Վարդանյանն այստեղ մոտավորապես նկատի է առնում հենց այն, ինչ վարչապետը կառավարության նիստում էր ասում, բանաձևելով բարձր դասի մեքենա կառուցելը, երբ չենք ստեղծել մեր ավելի համեստը։ Ժամանակագրական եւս մեկ դրվագ, չնայած առողջապահական համընդհանուր ապահովագրության համակարգը գործարկվեց հունվարի 1-ից, Երևանի մեկ այլ պոլիկլինիկայում օրինակ պարզ ասացին, միայն հունվարի 5-ից էին տեխնիկական ցուցումները ստացել։ Տեխնիկական ցուցումներն այսօր ենք արդեն ստացել, մեր համար էլ ամեն ինչ նոր է, էլի չգիտենք, ուսումնասիրում ենք։ Չնայած այն հանգամանքին, որ ապահովագրված քաղաքացիներն առաջինը հենց այս օղակի դուռը պետք է թակեն, այնուամենայնիվ աշխատանքային տարին այդ օրվանից էր սկսել, թեպետ կառավարությունում բաղձալի օրվան տարիներով էին պատրաստվում։ Էդուարդ Պողոսյան, Վահրամ Ավոյան, Սուրանգյուն։